Դուք իդիոտ եք, սա իհարկե իմ պնդումը չէ։ Այսպիսին ձեզ ուզում է տեսնել իշխանությունը։ Հայտնի է, որ հին Հունաստանում ամենայն պատասխանատվությամբ էին վերաբերվում հասարակական, քաղաքական կյանքին, եւ բոլոր նրանց, ովքեր չէին մասնակցում հանրային կյանքին, անվանում էին իդիոտես, այսինքն մեկուսացած մարդ։ Փաշինյանի իշխանությունն ուզում է, որ դուք մեկուսանաք, գլուխներդ կախ ապրեք, որ չտեսնեք, թե ովքեր են դժողքի վերածել ձեր կյանքը, ովքեր են վատ ասֆալտ անում, ովքեր են մսխում հանրային միջոցները, ովքեր են, որ չկանխեցին պատերազմը, ովքեր են զոհված զինվորների մարմինները լցրել պարկերի մեջ, ովքեր են, որ հարկային տերորի են ենթարկում ձեզ։ Ձեզ համոզել են, թե քաղաքականությամբ զբաղվելը եւ հետաքրքրվելը որևէ մեղք գործելուն հավասարազոր բան է, որ անպայման կուսակցական գործունեությունն է կամ ընտրություններին ձայներ խնդրելը, պաշտոններ զբաղեցնելը եւ դիրքերը չարաշահելն է։ Մինչդեռ քաղաքականությունն իրականում այն է, թե դուք վաղը որտեղ կարթնանաք, ձեր տանը թե գաղթի ճանապարհին, տուն կունենաք թե ոչ, եթե որևէ երկրում մնաք հարկադրաբար, ձեր պետությունը ձեզ կեվակուացնի թե ոչ։ Քաղաքականությունն այն է, թե դուք ձեր երկրում ինչ որակի օդ կշնչեք, ինչ որակի տրանսպորտից կօգտվեք, ինչ որակի կրթություն կստանաք, ձեր երեխաները ինչ որակի բանակում կծառայեն եւ այդ բանակից կվերադառնան թե ոչ։ Քաղաքականությունը որոշում է ձեր կյանքը, եւ երբ դուք չեք հետաքրքրվում քաղաքականությամբ, նշանակում է, որ դուք չեք հետաքրքրվում ձեր կյանքով եւ որ թույլ եք տալիս ձեր փոխարեն եւ ձեզ համար որոշումներ կայացնեն ուրիշները, եւ դուք այդ ուրիշներին հարցեր չեք ուղղում, իրենց պարտավորությունների մասին չեք հիշեցնում, դուք նրանց ասում եք մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, ստրկացրեք մեզ։ Մինչդեռ քաղաքականությամբ զբաղվելը նույնպիսի իրավունք է, ինչպիսին այն, որ յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք, կամ որ ոչ ոք չպետք է պահվի ստրկության մեջ։ Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր, հոդված 25։ Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք եւ հնարավորություն ունի մասնակցելու պետական գործերը վարելուն, ընտրելու եւ ընտրվելու, իրավունք եւ հնարավորություն ունի հավասարության ընդհանուր պայմաններով մտնելու պետական ծառայության։ Քաղաքացիական պայմանագիրն ասում է, քաղաքականությամբ միայն մենք իրավունք ունենք զբաղվել, որ հանգիստ դժողքի վերածենք ձեր կյանքը։ Բայց դուք իդիոտ չեք։ Եթե ձեզ անգամ չի հետաքրքրում ձեր կյանքը, ձեզ վստահաբար մտահոգում է ձեր երեխաների ապագան։